Այսպեսի բան էի վերցրել էքստեր շարքից, որոնք ավելացնում են հիմնական ներկերի մեջ, բայց իրանք կարելի է նաև առանձին օգտագործել։ Միշտ մոռանում էի, այնքան լայ յուղ է, այսպեսի ամպուլներ է գալիս, մեկը ներկի մեջ եմ ավելացել, երկուսն է մնացել, 3 հատ տուփում։ Եկեք արտիկուլն ասեմ, եթե կուզեք, ամեն ամպուլը 2 միլիգրամից է։ Արտիկուլը որտեղ է, ոչ չգիտեմ, սա արտիկուլն է 1313, այլ եթե քիչ լինի, այստեղ կգրեմ։ Մի խոսքով, հիմա այսօր որոշել եմ իրան առանձին օգտագործեմ, քանի որ մոզերս լավն է ժամանակն ինչպես տեսնում եք, եւ եկեք արդեն բացել եմ ու սկսենք։ Պետք է ավելացնել մազարմատներին ու հետո մի լավ մերսել։ Ես պատրաստել եմ արդեն մերսիչս, կարելի է երևի այսպես ձեռքով մի հատ տարածել ու պստիկ է, բայց ճստիկ է, տեսեք։ Այո, մերսել հա։ Այդ ամլը յուղը գիտեք ինչքան լավ է մազերի համար, կարծեմ են սալունքեր շարքի մեջ է, ներկերի մեջ ամլայի յուղ կա։ Բայց մեկը քիչ է երևի, այս մեկն է բացում, դու հետևի հատված ընդհանրապես չքսվեց։ Թվում է մազարմատներին, մազերին էլ կսվի, օգուտը վնաս չի։ Այ վրաս պետք չէր լուծվեր, լավ ինչև է, շտապելով գործնել։ Ես գործը հանգիստ է սիրում, բայց քանի որ ես միշտ մոռանում եմ իրեն օգտագործել, այսօր անհանգիստ ռեժիմով կօգտագործենք։ Երկու հատին բարակ մազերին ավելի քան լավ է։ Ինչ ավելի խիտ մազերին եք երևի, պիտի ավելի շոտ կսեք։ Հիմա գործնեմ մերսիչս, գործեմ ավելի լավ տարածել։ 5-10 րոպե մտքները պիտի մենա մազերին ու հետո արդեն կարող եք լվանալ։ Ինքը այսպես սիլիկոնից է, ու գլխամաշկի մերսման համար ուղղակի իդեալական է։ Սպասենք 5-10 րոպե, լվանանք ու արդեն